Ողջույն հայ սուպերստարի ամենանրբանկատ հեռուստադիտող։ Դիտեցիք մեր լսումների 3-րդ օրվա հաղորդումը։ Իսկ ո՞ր մասնակցին ամենաշատը հավանեցիք։ Այս հարցին կարող եք պատասխանել մեկնաբանությունների բաժնում։ Ես անպայման կկարդամ ու տեսնեմ համաձայն եմ ձեր թե չէ։ Իսկ այսօր ես եկել եմ նորից պատմել մեր հարյուրավոր մասնակիցներից մի քանիսի մասին։ Պատրաստ եք։ Գնացինք։ Արև 10-րդ օրն է ես այդտեղ կանգնած եմ։ Խնդրում եմ պասպորտս տվեք, գնամ։ Էմոցիաներ, դրական միջավայր, ամենից շատ շքեղ է։ Խոստանում եմ, որ հաջորդ փուլին ավելի լավ կներկայանամ ու կարդացնեմ ժյուրիի սպասելիքները։ Եթե քաղցած եք եւ ձեր սիրտը համեղ եւ առողջ ուտեստ է ցանկանում, պարզապես այցելեք Degusto.am։ Շատ կարճ ժամանակում ձեր պատվերը տեղ կհասնի։ Քաղաքի համեղ շաուրմաները, սուշիները, պիցցաները, խորովածները, բուրգերները, ինչպես նաև խմորեղենի եւ ըմպելիքի մեծ տեսականի։ Հայկական, մեքսիկական, ասիական խոհանոցների լավագույն թարմ եւ համեղ ուտեստները մեկ վայրում՝ Degusto Food Studio։ Զանգահարեք եւ պատվիրեք 033 80 80 80։ Պոպուտի նոր հավելված Երևանից մարզեր եւ մարզերից Երևան երթերի համար։ Եթե ուղևոր եք, Պոպուտիի շնորհիվ կարող եք գտնել մաչելի երթեր եւ ամենակարևորը՝ ամեն երթից կուտակել գումարի վերադարձ եւ բոնուսներ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ 0770։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Ես Նարեկն եմ, Արարատի մարզից, 24 տարեկան։ Ես Շուշանիկ Թալասյանն եմ, քաղաք Էջմիածնից, 24 տարեկան։ Անունս Կարեն է, եկել եմ Մոսկվա քաղաքից ձեր մոտ։ Հատուկ սուպերստար նախագծին մասնակցել։ Կարեն Քոչարյան։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հրանտ Միրիկյանն եմ, 24 տարեկան։ Եկել եմ Ռուսաստանից, մասնակցեմ հայ սուպերստարը։ Կարմեն, եկել եք Երևանից, 22 տարեկան եք, էլ ինչ կարող եք ձեր մասին պատմել, որ մեր չգիտենք դեռ։ Այն, որ այստեղ չեմ բնակվում, ապրել եւ ծնվել մեծացել եմ Չեխիայում։ Պրահայում թե այլ քաղաքում։ Բրնոյում։ Բրնո։ Այո։ Հայաստան տեղափոխվելու համար մի մեծ պատճառ եմ ունեցել, որ ուզեցել եմ կրթություն ունենալ երաժշտական։ Մոտավոր երևի 2-3 տարի շատ եմ մտածել տեղափոխվելու համար եւ սովորելու եւ ընտրեցի Երգիպետական թատրոնը ու նույնպես երազանքն է եղել սուպերստարում մասնակցել, որովհետև Չեխիայում շատ եմ մասնակցել, թե Չեքոսլովակիա տալանտին եւ նույնպես սուպերստարին։ Ինչու եք զբաղվում Մոսկվայում։ Երգիչ եմ, ասպիրանտուրայում եմ սովորում, Մոսկովский государственный институт культуры։ Փոքրուց երազել եմ լինել համաշխարհային աստղ եւ սա իմ կյանք ձգտել եմ, աշխատել եմ իմ վրա, որ հասնեմ իմ նպատակին եւ այսօր եկել եմ հայ սուպերստար, իմ հայրենի հողը, ստուց սկսեմ իմ քայլը դեպի աստղեր։ Ինչով եք զբաղվում։ Երգում եմ, երգեր եմ գրում, բենդսում եմ։ Արեստավարժ երգիչ եք, բենդ ունեք։ Ну, ну, нет, ոնց ասեմ։ Ռուսերեն ասեք, եթե հայերեն։ Չէ, հայերեն եմ։ Չէ, Նենցա, որ երաժշտությունով եմ զբաղվում, բայց параллельно все равно телевидение աշխատում եմ որպես պրոդյուսեր ու այս նախագիծը մասնակցել եմ որպես телевизионный продюсер, որպես ժուրնալիստ, тоже очень շատ հետաքրքիր է։ Դիտեք, համ պրոդյուսինգով եք զբաղվում, համ երգում եք, համ բենդ ունեք։ Դուք կարող եք մեզ օգնել, ոչ թե մենք ձեզ։ Իսկ ինչ եք պատրաստում։ Ես պատրաստել եմ Tom Jones-ի I'll Never Gonna Fall in Love երգը։ Չգիտեմ ինչքանով ես կլնեմ ուժեղ թե թույլ, ես ուզում եմ ցույց տամ իմ աշխատանքը
Այն ինչի եմ ես հասել այս տարիների ընթացքում։ Իմ հայրենակիցներին։ Ինչ եք երգելու մեզ։ Beyoncé Listen-ը։ Իսկ ինչ եք պատրաստել այսօր։ Just Walk Away երգը։ Էլվինա Մակարյան երգսիրո մասին։ Իրականում երգացանկս միշտ եղել է հայկական ժանրի մեջ, հայերեն տարբերակներով։ I've been in love so many times, thought I knew the score. But now you treat me so wrong, I can't take anymore. And it looks like I'm never gonna fall in love again. Կարծես երազեր սերը մեր, երկար երազ անցայր անվերջ, բայց հեռացավ քամու նման երազը մեր։ Just walk away, just say goodbye. Don't turn around now, you make me cry. Listen, I am alone at the crossroads. I'm not at home in my own home. And I tried, the cell was so mine. And you should have known. Now I'm done believing you. Սրտիս մեջ էլ կյանքում մայիս, խենթի նման եմ գալիս, անարաշխարհին ճպտում է խանդավառ, իմ չորս կողմը վարդուն ազանք, հազար կանոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։ Ինչ եղավ վերջը սիրո հասակի հետ։ Ավելի մեղեդային, հանգիստ, շնչեք։ Չեխական թեկուս։ Չեխական։ Hlavu v dlaních mám, prázdné stránky velí myšlenkám, kam ulehnout. Sama příboj poslouchám, to jak vítr klouže po vlnách, nutím svou loď plout, ke mně plout. Doufám, ještě doufám, svítím lampou dál. Doufám, ještě doufám, svítím lampou dál. Լեզվին լավ եք տիրապետում։ Այս երգում դուք ավելի լավ եք ձեզ զգում։ Երբ որ չեխերեն ինչ-որ մի բառ ենք ասում տան մեջ կամ սկսում ենք ակնհայտ ինչ-որ մի բան ասել, մի անգամից պապաս ամենաշատը ասում էր փոխեք հայրենի։ Այս պահին դուք չեք համապատասխանում այս պրոյեկտին։ Եվ մենք այստեղ ենք, որպեսզի հնարավորինս ճիշտ կադրեր ընտրենք պրոյեկտի համար, ոչ ոք չի ասում, որ դուք վատ եք երգում։ Ես ձեզ ասում եմ ոչ։ Ես ձեզ կասեմ եւ հնարավորություն երևի կփորձեմ տալ ասելով այո։ Իսկ ես ձեզ կասեմ ոչ։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Այս փուլի համար ես ձեզ ասում եմ ոչ։ Կարմեն ջան, ես էլ եմ ձեզ ասում ոչ։ Ես էլ եմ ձեզ ասում ոչ։ Շնորհակալություն։ Միանշանակ կարծում եմ, որ հնարավոր է դուք լավ պրոդյուսեր եք եւ այսօր նույն այդ ոլորտը կարիք ունի դրա, թեկուզ Հայաստանում, ձեր Ռուսաստանի ունեցած փորձով, գաք եւ ինչ որ պրոդյուսինգ անեք ինչ որ երիտասարդների, տաղանդավոր մարդկանց, որոնք որ բեմում չեն հուզվում։ Այդ իսկ պատճառով ես պիտի ասեմ ոչ ձեր մասնակցությանը իմ կարծիքով այստեղ, բայց որպես պրոդյուսինգ վստահ եմ, որ կարող եք եւ հնարավորինս շարունակել։ Այսօր ուղղակի դուք չկարողացաք ամեն դեպքում ցույց տալ այն ինչ ունեք։ Դուք պատրաստ չեք ընդհանրապես բեմին իմ կարծիքով եւ ես ձեզ ասում եմ ոչ։ Ոչ, Հրանտ ջան, շնորհակալություն։ Ստեսություն։ Շնորհակալություն։ Շուշանիկ, այս փուլի համար ամեն ինչ օքեյ է ինձ։ Ես ձեզ ասում եմ այո։ Ես ճիշտ ասած ձեզ չեմ պատկերացնում այս նախագծում եւ կասեմ ոչ։
կանցնեմ թե չէ, չգիտեմ, դա Աստված, որովհետև այս նախագծում շատ մեծ նպատակներ ունեմ, շատ եմ ուզում անցնեմ։ Շուշանիկ ջան, տեսեք, ավելի հակիրճ, ունեք ձայն, բայց չեք տալիս էմոցիա։ Այս փուլի համար ես ձեզ ասում եմ այո։ Շնորհակալություն շատ։ Դուք անցնում եք հաջորդ։ Շատ շնորհակալ եմ։ Անպայման ցույց կտամ էլ ավելին, ինչի որ դուք ինձ ասացիք, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սիրո հասակ, սիրո բան, սիրում եք 24 տարեկան եք։ Միանշանակ։ Հա? Անպայման։ Ով է նա։ Ասեք, ով եք սիրում։ Աչա, իրականում ես իրան շատ եմ սիրում ու անկեղծ ասած ինքն է ինձ գրանցել այս նախագծին, ես տեղյակ չեմ եղել սրա մասին։ Ինձ զանգեցին, տեղյակ բայեցին, որ պիտի գամ լսումներին, հետո ինքն ասաց։ Նա է ձեզ գրանցել։ Այո։ Շանթ հեռուստաընկերությունից զանգեցին, ասացին, որ ձեզ հրավիրում ենք Շանթ հեռուստաընկերություն նախագծին մասնակցելու, ասենց մինչև վերջի պահը ասենց ասել եմ չէ, ու ընկերուհիս հակառակն է ինձ համոզել, որ չէ, գնա։ Այս անգամ ես եմ ասում, անցած անգամ օրինակ չգիտեմ, մամա տա ասել, պապա տա ասել, այս անգամ ես եմ ասում, իմ խաթր, իմ խնդրանքով գնա մասնակցի։ Այս ամենը նվիրվում էր նրան։ Այո։ Անունը։ Նազենի։ Նազենի։ Նազենին ասում եմ այո ես։ Շնորհակալություն։ Բայց դու պետք է ասես այո Նազենի, ոչ թե ես։ Չէ, նա պիտի իրան ասի, նա Նարեկին Նազեն, պիտի Նարեկին ասի այո, թե փոխվել է ամեն ինչ արդեն։ Ես նույնպես ասում եմ այո։ Ուզում է իր ընկերը հայտնի դառնա։ Շնորհակալություն Նազենի։ Ձեզ լավ երեկո, հաջողություն ձեզ։ Ասեցիր մի բան։ Ասա այո։ Այո ես ասել։ Ինչպես ասում են, բոլոր մարդիկ եզակի են եւ յուրահատուկ։ Մեր մասնակիցները նույնպես շատ եզակի են, յուրահատուկ ու շատ տաղանդավոր։ Այսօր, երբ շատացել են նեգատիվ լուրերը, սթրեսային իրավիճակները, լարվածությունը, տագնապը, մեր օրգանիզմը կարիք ունի վերականգնվելու։ Նման դեպքերում մեզ օգնության է գալիս Afobazol-ը։ Օգնում է պայքարել սթրեսի դեմ եւ ապրել խաղաղ եւ հանգիստ։ Afobazol պետք չի հանձնվել սթրեսին։ Չմոռանաք խորհրդակցել բժշկի հետ։ Եթե որոշել եք վերանորոգել բնակարանը, թարմացնել լոգասենյակը, փոխել սալիկները, լամինատե հատակները, պաստառները, ներկել պատերը, փոխել միջսենյակային դռները կամ տեղադրել նոր գազի կաթսա, ուրեմն ճիշտ ժամանակն է շտապել Exterior։ Exterior խանութ սրահներում կարող եք գտնել ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար։ Օդ մարտինապաղպաղակները համի և զգացողությունների կատարյալ համադրություն են։ Պատրաստված են բարձրորակ սերուցքային կարագով և իտալական շոկոլադով, որը համտեսելիս հալչում է, պարգևելով անմոռանալի հաճույք։ Մանրակրկիտ ընտրված բաղադրիչների շնորհիվ յուրաքանչյուր համ դառնում է վայելք, որը արթնացնում է նոր զգացողություններ և ապրումներ։ Օդ մարտինապաղպաղակներ, նրանց համար, ովքեր կարևորում են բարձր որակը և բնական համի իսկությունը։ Ավելի քան 30 տարի մեծ փորձառություն, միջազգային թռիչքներ, եվրոպական հանգստի փաթեթներ, ժամանցային միջոցառումներ խոշոր զբոսաշրջային նավերի վրա։ Աշխարհի բոլոր հյուրանոցների ամրագրում, հարսանիքների, մեղրամիսների անցկացման հնարավորություն, ճամփորդական անմոռաց հիշողություններ, SVH Travel, երբ ճանապարհորդությունը համախմբում է ընտանիքին և ընկերներին։ Օդ մարտինասուրճերը ստեղծված են հատուկ նրանց համար, ովքեր գնահատում են իսկական համը։ Տեսականում մեջ ներառված են 3-1 սուրճեր, որոնք արագ են և հարմար ցանկացած պահի, ինչպես նաև արևելյան սուրճերի տեսականի, որոնց հարուստ բույրը և համը գրավում են հենց առաջին վայրկյանից։ Բարձրորակ հումք, հստակ համային բալանս և արագ պատրաստման հնարավորություն։ Այս ամենը դարձնում են օդ մարտինայի սուրճերը առօրյայի փոքրիկ հաճույք։ Չանցա, բայց չենք վատվում, շարունակում ենք նույն տեմպերով։ Ոչինչ չենք նեղվում, հնարավորություն կլինի հաջորդ անգամ մասնակցելու, շնորհակալություն ենք հայտնում Շանթ հեռուստաընկերությանը։
գոհ չեմ ընդհանրապես իմ ելույթից։ Ես ինքս կարծում եմ, որ տեղ ունեմ աշխատելու։ Եթե ես լինեի ժյուրիի տեղում, հաստատ բոլոր մասնակիցներին կանցկացնեի, բայց ցավոք նախագծի կանոնները այսպիսին են, այնպես որ ովքեր որ չեն անցել, շարունակում ենք աշխատել, չենք հուսահատվում ու հասնում ենք մեր բոլոր երազանքներին։ Իսկ որ մասնակիցները որ անցել են հաջորդ փուլ, ավելի շատ ենք աշխատում։ Շատ պահանջկոտ է մեր ժյուրին, հանկարծ ժյուրին շատ սպասումներ ունի, պետք է սպասումները արդարացնեք։ Կարդարացնեք։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ օրագրում։ Ձեզ էլի լիքը հետաքրքիր մասնակիցների մասին պետք է պատմեմ։ Կգաք, հա, անպայման կլսեք ուշադիր։ Կհանդիպենք։